Եկամուտների հայտարարագրման ուղեցույց։ Պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրը ստացված եկամուտները, իսկ տարեկան հայտարարագրում հաշվետու տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ստացած եկամուտները։ Եկամուտների հայտարարագրում հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային, ոչ դրամական ձևով ստացված եկամուտները, որոնց տեսակները կտեսնեք հայտարարագրի եկամտի տեսակներ դաշտում։ Ուշադրություն. Հիպոթեկային վարկի վճարված տոկոսագումարների հետ վերադարձված գումարը, ինչպես նաև հայտարարատուի պարտավորությունների մարումը այլ անձի կողմից նույնպես ենթակա է հայտարարագրման որպես եկամուտ։ Հաշվետու ժամանակահատվածում ստացված այն եկամուտը կամ նույն տեսակի եկամտի հանրագումարը, որի արժեքը չի գերազանցում 200,000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, բացառությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների, ենթակա չէ հայտարարագրման։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործատուների կողմից տրվող փոխհատուցման վճարները, գործողման ծախսերի, падգամավորական ծախսերի, դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարները եւ այլն, չեն հայտարարագրվում որպես եկամուտ, բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում տրվող չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների։ Բանկային ավանդի դիմաց միևնույն բանկից միևնույն արժույթով ստացված տոկոսները կարող են հայտարարագրվել հանրագումարով։ Եկամուտները հայտարարագրվում են առանց հարկերի եւ պարտադիր այլ վճարների։ Հայտարարատուի բանկային հաշիվներին հասանելի չօգտագործված վարկային գծի եւ օվերդրաֆտի գումարները չեն համարվում եկամուտ, քանի դեռ չեն օգտագործվել։ Որպես տվյալ տարվա եկամուտ հայտարարագրվում է տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկային գծի եւ օվերդրաֆտի օգտագործված եւ չմարված գումարը։ Օրինակ, բանկը տրամադրել է 100,000 Հայաստանի Հանրապետության դրամ վարկային գիծ կամ օվերդրաֆտ եւ հայտարարատուն այն չի օգտագործել հաշվետու ժամանակաշրջանում։ Այս դեպքում վարկային գծի կամ օվերդրաֆտի վերաբերյալ տվյալները չեն հայտարարագրվում։ Եթե 100,000 դրամ գումարից տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ օգտագործվել է 40,000 դրամը, ապա հայտարարագրի եկամուտներ բաժնում լրացվում է 40,000 դրամ որպես ստացված վարկ։ Եթե վարկային գծի կամ օվերդրաֆտի գումարը հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ կամ մասնակի օգտագործվել է, սակայն օգտագործված մասը դեկտեմբերի 31-ի դրությամբ ամբողջությամբ մարված է, ապա վարկային գծի կամ օվերդրաֆտի մասով որևէ եկամուտ չի հայտարարագրվում։ Միևնույն ժամանակ տարեվերջի դրությամբ վարկային գծի եւ օվերդրաֆտի մայր գումարների չմարված մնացորդը պետք է լրացնեք ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնում։ Ուշադրություն. Ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե հայտարարատուն 1 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող հետևյալ գործարքները կատարել է կանխիկ ձևով. միանավակ ստացվող կամ տրվող գումարը, դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, անձնված կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ, տոկոսներ կամ այլ հատուցում հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը օտարելուց եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը։ Հայտարարատուի եւ եկամուտ վճարողի միջև առկա կապի բնույթը դաշտում կարող է լրացվել օրինակ գործատու, աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում, ստացված վարկերի դեպքում բանկի հաճախորդ եւ այլն։ Եկամտի չափը գումարը դաշտում լրացվում է ուղղակի կամ անուղղակի ձևով ստացված եկամտի չափը։ Բնամթերային եկամուտների դեպքում այս դաշտում լրացվում է 0։ Բնամթերային ձևով ստացված եկամուտը դաշտում լրացվում է բնամթերային, ոչ դրամային ձևով ստացված եկամուտի չափը։ Պայմանագրով չկարգավորվելու դեպքում բնամթերային եկամուտը արտացոլվում է ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով։